Համացանցում տարածված կադրերն իսկական փոթորիկ են բարձրացրել վերջին զանգը սերիալի երկրպագուների շրջանում։ Տեսանյութերում երևում է մի ծանր ու խորը զգացմունքներով լի դրվագ, որտեղ Հենրին կոտրված ու հուսահատ դիմում է մորը Աննային, աղաչելով, որ վերջապես ասի ճշմարտությունը։ Նրա ձայնը դողում է, աչքերը կարմրած ու լի արցունքներով։ Այս տեսարանն իրականում ցնցում է ոչ միայն սերիալի աշխարհը, այլ նաև բոլոր այն դիտողներին, ովքեր ականատես են լինում սիրո և հուսահատության այս բախմանը։ Հենրին խնդրելու է մորից, որպեսզի նա ասի ճշմարտությունը, բառացիորեն խեղդվելով հուզմունքից։ Աննան տեսնում է որդու այս վիճակը, փորձում է ինչ-որ կերպ թաքցնել իր սարսափն ու շփոթմունքը, բայց նրա աչքերում ևս կասկած ու մեղքի ծանր բեռ կա։ Նա չի համարձակվում միանգամից բացահայտել ճշմարտությունը, որովհետև նա ևս այսքան ժամանակ խաբված է եղել։ Նա գիտի, որ բացված ցանկացած խոսք կարող է փլուզել Հենրիի աշխարհը կամ էլ փրկել նրան կործանումից։ Միևնույն ժամանակ տեսանյութում տեսնում ենք, թե ինչպես է Հենրին տառապում։ Նա նստած է մի խավար սենյակում, ձեռքերը գրկած, անընդհատ մտքում կրկնելով Անգելինայի անունը։ Նրա մեջ պայքարում է սերը և արգելվածության սարսափը։ Ինչպես կարող է պատահել, որ ես սիրեմ իմ քրոջը, սա անհնար է, ես չեմ կարող ընդունել, հնչում է նրա ձայնը կոտրված ու հուսահատված։ Այս ամենը հատկապես ցավալի է, որովհետև Հենրին տարիներ շարունակ զերծ է մնացել իսկական ընտանիքի ջերմությունից, իսկ հիմա, երբ գտել է իր կյանքի սերը, նրան փորձում են խլել հենց ճակատագրի դաժան հեգնանքով։ Տեսանյութում մի կադր կա, որտեղ Հենրին պատահաբար լսելու է հետաքրքիր հեռախոսազրույց։ Անգելինայի համար էլ հավանաբար այս ամենը սարսափելի կլինի, երբ բացահայտվի, որ նրանք քույր ու եղբայր են։ Իհարկե, այս ամենը սուտ է նրանց բաժանելու համար։ Այս բացահայտումները սերիալին նոր լարվածություն կհաղորդեն։ Հենրին այժմ կանգնած է ամենածանր որոշման առջև՝ հավատալ նրան, ինչ ասում են իր ծնողները, և հեռանալ Անգելինայից, թե լսել իր սրտի ձայնը և պայքարել ամեն ինչի դեմ։ Թվում է, թե ճշմարտությունը մոտ է բացահայտվելուն, բայց արդյոք բոլոր գաղտնիքները կբացահայտվեն ճիշտ պահին, թե նոր ստերը կծածկեն անցյալի ճշմարտությունները։ Մի բան պարզ է՝ առաջիկա սերիալները լինելու են հուզումնալից, կտրուկ շրջադարձերով ու անկանխատեսելի զարգացումներով լի։ Վերջին զանգը յուրաքանչյուր հերոս ստիպված կլինի պատասխան տալ իր զգացմունքների և ընտրությունների համար, եթե նույնիսկ դրա գինը լինի սրտի կոտրելը։ Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալում իրադարձություններն էլ ավելի թեժ ու հետաքրքիր են դառնում։ Հեռուստադիտողներն ամեն օր անհամբեր սպասում են նոր սերիայի, որպեսզի բացահայտեն հերթական շրջադարձը սիրո, դավաճանության ու գաղտնիքների այս դրամատիկ պատմության մեջ։ Սակայն այսօր, ապրիլի 24-ին, սերիալի հերթական մասը եթերում չի լինի։ Պատճառն այնքան հուզիչ է, որքան կարևոր։ Այսօր հայ ժողովուրդը գլուխ է խոնարհում Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակի առաջ։ Այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը։ Մի ամբողջ ժողովրդի ճակատագիր փոխած ողբերգությունը դարձավ ցավոտ էջ մեր պատմության մեջ, և այս օրը հազարավոր մարդիկ Հայաստանով մեկ ու Սփյուռքում վառած մոմով, ծաղիկներով ու աղոթքով հարգում են նախնիների հիշատակը։ Հենց այդ պատճառով հեռուստաընկերությունը որոշում է կայացրել այս օրը եթեր չհեռարձակել սերիալը, տալով հնարավորությունն ու ժամանակը, որ հեռուստադիտողներն էլ միանան համազգային լռության և հիշատակին։ Դա հարգանքի ու արժանապատվության գեղեցիկ նշան է։ Բայց նոր լարված սերիայից շատ չեք սպասելու։ Արդեն վաղը, ապրիլի 25-ին, «Վերջին զանգը» սերիալի հերթական սերիան կլինի եթերում, և ինչպես խոստանում են ստեղծագործական թիմի անդամները, զարգացումները լինելու են աննախադեպ հետաքրքիր։ Աննան, Սոսը, Սեմը, Մերին և մյուս հերոսները կանգնած են կյանքի վճռական պահերի առաջ, իսկ մենք հեռուստադիտողներս պատրաստ ենք նոր հուզումների, նոր բացահայտումների ու այն անակնկալներին, որոնք միայն Դիանա Գրիգորյանի սցենարներում կարող են լինել։ Այսօր լռությունը, իսկ վաղը հույզերի նոր փոթորիկ։ Իսկ եթե ցանկանում եք իմանալ, թե ինչ նոր գաղտնիքներ են բացահայտվելու հեռուստասերիալում, ապա միացեք մեր ալիքին, բաժանորդագրվեք և իհարկե տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրեք ձեր կարծիքը։ Գրեք նաև, թե այս հեռուստասերիալում որ դերասանին ու որ կերպարին եք ամենաշատը հավանում և որ դերասանի կամ կերպարի մասին կցանկանայիք ավելին իմանալ։
Նշենք, որ ամենահետաքրքիր ու ինտրիգային գաղտնիքներն առջևում են, շատ շուտով սոսը վերադառնալու է և նոր հետաքրքիր գաղտնիքներ են բացահայտվելու։ Աննան պայքարում է Հենրիի երջանկության համար, չհասկանալով, որ այս երջանկությունը պետք է ոչ միայն Հենրիին, այլ իր հարազատ դստերը Անգելինային, ով իրենից մեծացել է հեռու։ Այսքան տարիներ նա խաբված է եղել հենց Միքայելի կողմից, ում նա հավանաբար արդեն սիրում է։ Բայց սոսի անունը լսելուց ևս մեկ անգամ նրա հոգին ու սիրտը փոթորկվում են։ Սեր, ցավ, ինչ է զգում Աննան, ցույց կտա ժամանակը, սակայն նրա ներսում մեծանում է նոր փոքրիկ, ով փոխելու է նրա կյանքը։ Արդյոք այդ փոքրիկը լինելու է այն լույսը, որը տանելու է ճշմարտությունը և փրկելու է բոլորին, թե կործանելու։ Սոսի որդին Արամը վերադարձել է ու հանդիպում է Մերիին։ Հավանաբար նոր սերիալային զույգ է ձևավորվելու, որը սիրվելու է հեռուստադիտողների կողմից, քանի որ Արամի դերասանը արդեն հասցրել է սիրվել ու ընդունվել հեռուստադիտողների կողմից։ Նա ամեն գնով հավանաբար պայքարելու է Մերիի երջանկության ու առողջության համար, իսկ Բագրատը, նրա պապն, ամեն ինչ անելու է, որպեսզի Սեմին գրավի իր կողմ և հենց Սեմի միջոցով Հենդոյի ընտանիքից փորձի վրեժ լուծել։ Սեմը հավանաբար հենց ցուցմունք է տալու Հենդոյի դեմ ու ասելու է, որ իր հորը սպանել է Հենդոն, սակայն այս ամենն այդքան էլ հեշտ չէ, քանի որ Հենդոն էլ հնարավորություն ունի պայքարելու նրանց դեմ։ Թե որտեղ է տանելու այս հակամարտությունը և ինչքան խորն է լինելու այս հակամարտության զոհերի թիվը, կիմանաք շատ շուտով, միանալով մեր ալիքին։ Ֆաինան տառապում է։ Մի կողմում եղբայրն է, ով ծնողների կողմից հնարավորություն ստացավ դուրս գալու բանտից և ազատ լինելու մինչև դատաքննության ավարտը, մյուս կողմից նա զգացմունքներ ունի Սեմի դեմ։ Դա խղճահարություն է, թե սեր, դեռ հայտնի չէ, սակայն նա ինչպես ասում է, Սեմը մնալու է միայնակ, քանի որ նրան ոչ ոք չի օգնի։ Սակայն Սեմը միայնակ չէ, քանի որ նրա հայրը թողել է անուն ու հարգանք, որի պատճառով էլ այսօր ազատության մեջ է, բայց այդ ազատությունը հավանաբար երկար չի տևի, որովհետև Սեմը հանգիստ նստել չի կարող։ Մի օր նա փորձելու է իր վրեժը լուծել, սակայն ինչքան խորն է գնալու այդ արմատները և արդյոք կհաջողվի հաղթահարել Ֆաինայի հանդեպ սերը և վրեժ լուծել նրա հարազատ պապիկից, ցույց կտա միայն ժամանակը, իսկ այդ ամենը հայտնի է միայն հեռուստասերիալի սցենարիստ Դիանա Գրիգորյանին։ Նույնիսկ դերասանների մեծ մասը հեռուստասերիալի սցենարը և իրենց բաժին կերպարների սցենարները ստանում են նկարահանումներից շատ կարճ ժամանակ առաջ։ Միայն Դիանա